5-րդ դարի 60-ական թվականներ։ Վաղարշապատի հարակից գյուղում հյուր է ամենայն հայոց 14-րդ գյուտ կաթողիկոսը։ Հայրապետի պատվին կազմակերպված ճաշին ներկա է գյուղում որպես օտարական ապրող մի ծերունի։ Սեղանակիցները նրան խնդրում են կաթողիկոսի պատվին բաժակաճառ ասել։ Ընդառաջելով խնդրանքին, ծերունին շարականի ոճով ճառ է ասում։ Բոլորը ցնցվում են։ Գյուտ կաթողիկոսը մոտենում ու խոնարհվելով համբուրում է իր ուսուցչին, ում երկար տարիներ փնտրում էր։ Այդ ծերունին Մովսես Խորենացին էր։ Ժամանակակիցների ու հետագա սերունդների կողմից տիեզերահռչակերթող, պատմահայր, քերթողահայր տիտղոսներին արժանացած Մովսես Խորենացու կենսագրության մասին քիչ տեղեկություններ են պահպանվել։ Ենթադրվում է, որ ծնվել է Սյունիքի Խորենա անունով գյուղում, հավանաբար 410 թվականին։ Նախնական կրթությունը ստանում է Սյունիքում, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի հիմնած դպրոցում։ 15-16 տարեկանից մեկնում է Վաղարշապատ այն ժամանակվա կենտրոնական վարժարանում սովորելու։ 5-6 տարի ուսանելուց հետո տիրապետում է ժամանակի գիտական մտքի բոլոր լեզուներին՝ հունարեն, ասորերեն, պահլավերեն, մասնակցում է Աստվածաշնչի թարգմանության աշխատանքներին։